Ողջույն հարազատներ, այսօր ուզում եմ վիդեո ուղերձով հանդես գամ, շատ կարևոր հարցի մասին էի ուզում քննարկենք, որ հասկանանք ինչն է ճիշտը, ինչը սխալ, մեզ շատ պետք է գալուս, շատ չի երկարացնա, խոսքը գնում է Քոչարի կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի ինֆոյի մասին։ Ուրեմն շատ լսեցի Արտակ Սարգսյանի մասին, շատ իր հաղորդումներն նայեցի, ուզեցի հետ հասկանամ այս մարդը ով է, որտեղից է եկել, ինչ գործունեություն արել, իր խոսքերին ուղղակի այսպես հալածողի չընդունելով։ Որոշեցի ես մի քիչ ուսումնասիրություններ անեմ, տեսնեմ ինչ ինֆորմացիա կարող եմ գտնել։ Եվ այսպես ես Քենիայի ոստիկանության էջն եմ մտել, Քենիայի պաշտպանության նախարարության էջն եմ մտել, իրենց պետական այդ բարձր պաշտոնական կայքերում որոնել եմ, Արտակ Սարգսյան անունով ոչ մեկ չկա, ոչ մեկ չի եղել, առավել ևս ոստիկանապետ, որը որ շատ բարձր պաշտոն է այնտեղ համարվում ու այդտեղ գաղտնիք չի կարող լինել անվան բանով, եթե ոստիկանապետ լիներ, այդ գաղտնիքը չեն կարող փակվել, այսպես ասած։ Ասածս ինչ է։ Ես ուզում եմ պատասխան կամ ապացույց Արտակ Սարգսյանի կողմից, որ հասկանանք, տեսնենք ինչ է ուզում այս մարդը։ Ես ճիշտ ասած ոգևորված էի իր խոսքերով, իր անցյալով ոգևորված էի, բայց փորձեցի մի քիչ սառը դատել եւ փորփրել։ Չեմ ուզում նորից խաբված լինել, չեմ ուզում նորից սիրուն խոսքերի զոհը դառնալ, դրա համար որոշեցի ես փորփրեմ եւ գտնեմ ինչ-որ մի բան, բայց ոչ մի բան չգտա։ Հիմի կոչ եմ անում բոլոր այն Արտակ Սարգսյանի մոտի մարդկանց, թող հասցնեն այս վիդեոն Արտակ Սարգսյանին եւ փորձի ապացուցել այն խոսքերը, ինչը որ ասել է ոստիկանապետի պաշտոնի լինելու մասին, ինչ-որ պետական աշխատանքների, պետական ծառայության, ինչպես ինքն է ասում, ծառայելու ինչ-որ ինֆորմացիաների մասին, փորձի փաստերով ներկայացնել հանրությանը, որովհետև մենք ենք իրեն ընտրելու, եւ ես չեմ ուզում, ես խաբված չեմ, եւ ես չեմ ուզում իմ նման շատերը ուղղակի սիրուն խոսքերը լսելով գնան իրան ընտրեն։ Դեռ որ այսքանը։